Ունեք նման միջնորդություններ։ Պատվաժան տան ստացել կատարանի որոշում ապացուցան ճանաչելու մասին, մասնավորապես դատականությունը հիմնական տարածում ընթացքում է արտադրոսմունքի արտադրել ճանաչելու վերաբերյալ։ Գտնում որ եթե մեղադրյալը իհարկե չի հրաժարվում ցուցմունք տալուց, անհրաժեշտություն կա մեղադրյալին ևս մեկ անգամ հարցաքննելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալի հարցաքննությունում կան հաստատական հանգամանքներ, որոնք որ մեղադրանքի հիմնավորվածությունը հիմնավորվում են մեղադրանքի առաջտեղս մեղադրանքի հաստատական հանգամանքները։ Գտնում եմ, որ այդ պաստորումը, նաև արտադրել ճանաչելու մասին որոշումը ռիսկը չպետք է կրի մեղադրանքի կողմը, եթե մեղադրյալը չի հրաժարվում ցուցմունք տալուց, ապա լրացուցիչ հարցաքննենք մեղադրյալին։ Միջնորդում եք լրացուցիչ հարցաքննեն, այսինքն միջնորդում եք կատարել այլ ապացուցողական գործողություններ։ Դուք ունեք միջնորդություն։ Դուք միանում եք, դուք ինչ դիրքորոշում ունեք։ Անկություն ունեմ պատվաստան, ստացել ցանկանում տալ։ Դուք ցանկանում եք Ներսիսյան միջնորդել են, որպեսզի ձեզ լրացուցիչ հարցաքննենք։ Ցանկանում եք ցուցմունք տալ։ Այո, մոտեցեք այստեղ։ Ներկայացեք։ Արամ Գերամենեսյան աշխատում եմ Ուրաժամանց ընկերությունում 1998 թվականին։ Չէ, հետի մի անը։ Դուք միայն անուն ազգանուն ասեցիք։ Դատարանը ձեզ պարզաբանում է, որ հարցաքննվում եք որպես մեղադրյալ։ Լսում եք դուք, թե ավելի բարձր ասել, հա? Քանի որ տեղյակ ենք, որ լսողության որոշակի խնդիրներ կան։ Մեղադրյալ ունի իրավունքներ եւ պարտականություններ։ Սկսենք իրավունքներից։ Իրավունք ունեք հրաժարվել ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն կենթադրեք, որ ձեր տված ցուցմունքը կարող է ձեր կամ ձեր մերձավոր ազգականի դեմ օգտագործվել։ Իրավունք ունեք օգտվել լռելու իրավունքից։ Իրավունք ունեք ներկայանալ պաշտպանի ներկայությամբ, այո, ներկայացել եք։ Սակայն եթե ցանկանում եք ցուցմունք տալ, դատարանը ձեզ պարզաբանում է, որ նախատեսված է քրեական պատասխանատվություն, այսինքն պարտավոր եք ճշմարտացի ցուցմունք տալ եւ դատարանին հայտնել միայն ճշմարտությունը, որի համար սահմանված է քրեական պատասխանատվություն, այսինքն ակնհայտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության վերաբերյալ։ Խնդրեմ ստորագրեք նախազգուշացման թերթիկը։ Այդտեղ տեքստ կա, բարձրաձայն ընթերցեք, ձեր անուն ազգանունը ավելացրեք, հա? Բարձրաձայն, կարդացեք։ Վարան Ներսիսյանը ցուցմունք տալու համար ցուցմունք ասելու եմ ճշմարտությունը, ցուցմունք տալիս ասելու ճշմարտություն, ողջ ճշմարտություն եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտություն։ Բարձր դա ձեզ։ Պարտավորվում եք դատարանին հայտնել ճշմարտությունը, եւս մեկ անգամ պարզաբանեք ու նաեւ ունեք լռելու իրավունք։ Կարող եք օգտվել ձեր լռելու իրավունքից։ Խնդրեմ այդ դեպքի վերաբերյալ ձեզ ինչ հայտնի է պատմեք, թե հարցերը սկսեք հարգելի մեղադրող ձեր կողմից միջնորդած վկայի մեղադրյալի հարցաքննությունն է։ Երբ տարբերակով եք արում, այս հարցեր կուղում են պատվաժան։ Թող հարցեր ուղի դուք պատասխանեք։ Հարգելի մեղադրյալ, մինչև որ ժամանակատված եք աշխատել Ուրաժամանց ընկերությունում եւ ինչ պաշտոն եք զբաղեցրել։ 98 թվականից եմ աշխատում Ուրաժամանց ընկերությունում, որպես անվտանգության արժեքներ, իսկ 2012 թվականից աշխատում եմ համատեղության կարգով եւ տնօրեն եւ անվտանգության ինժեներ։ Մինչև որ թվականն եք որպես տնօրեն աշխատել։ 12 թվականից տնօրեն եւ անվտանգության ինժեներ։ Երբ եք ավարտել, հիմա եք հանդիսանում տնօրեն։ Հիմա եմ հանդիսանում։ Իսկ երբ եք ասացվել որպես տնօրենի պարտականությունը, երբ անից չեք կատարել։ Ամսաթվշում
24 թվականից։ Իսկ տեղակեք ինչի հիման վրա կասացվել։ Այո, դրել։ Կանաշեք ինչի հիման վրա կասացվել։ Գործի քննություն անգամ կասացվել, որպես Դատարանի որոշման բովանդակության ծանոթ եք։ Դատարանի որոշման չի կայացվել, քննիչի որոշման կասացվել։ Իսկ մինչ այդ վարչական դատարանի կողմից հայցյապողման միջոցակի լավված եղել, տեղյակ եք նշված որոշման մասին։ Բովանդակության ծանոթ եք նշված որոշման։ Այ վարչական դատարանի թիվ 32-44-22 գործով կայացված հայցյապողման մասին որոշումից հետո, միջոց կիրառելու մասին որոշումից հետո, ինչ տեսակի գործունեություն եք ծավալել ուրաշանանց ընկերությունը։ Որպես տնօրեն։ Որպես տնօրեն, քանի որ ինձ վարչական դատարանի որոշման արգելվել էր, ոչարումներ, գույքի օտարում կատարելու, ես այդ բոլոր գործողությունները ինչ-որ վարչական դատարանի որոշումը չեմ կատարել։ Իսկ որը տեսակի պայմանագիր չեք կնքել։ Ոչ կնքել եմ մենակ այս պայմանագիրը 2022 թվականի ուրեմն պատկովանի կարուսելի պայմանագիրը Ներողություն խոսքը հոկտեմբերի 11-22 թվականի հոկտեմբերի 16-ի պայմանագիրը, կնքել եմ պայմանագիրը, քաշ գիտակցելով, որ վճարումները և գույքի օտարում չկա, այս վճարումները պետք է կատարել համաձայն այդ պայմանագրի Վիկտորի Պարկ ընկերությունը։ Բայց վարչական դատարանի որոշմամբ դուք որևէ տեսակի պայմանագիրը փաստացի չեք կարող կնքել, չէ՞։ Ես կնքելում եմ, ես թվում է ոչ մի լավ, եթե ես չկնքեի այդ պայմանագիրը, պատկովանի կարուսելը չի աշխատի, գիտակցելով որ դա պետք է աշխատի, եկամուտ բերի, շահույթ բերի ընկերությանը։ Դա համար եմ կնքել եմ այդ պայմանագիրը։ Իսկ այլ մի հարց, տնօրենի փոփոխությունը ուրախ ժամանց ընկերությունում ինչ կարծում եք իրականացում, հնարավոր չէր, քանի որ վարչական դատարանի որոշումը ընկալման ուղղակիորեն վերաբերվում էր գործող տնօրենին, հնարավոր չէր որևէ ձևով տնօրենին փոխել։ Չեմ պատասխանում։ Կարգին ծանոթ եք դուք։ Չի պատասխանում։ Այ կհիշեք ինչ տեսակի պայմանագրի մասին էր խոսքը, երբ որ կնքեցիք։ Եվ ինչ ընկերության հետևում հետ կնքեցիք այդ պայմանագիրը կարծեր կողմից նշված պրոտոկոլի վերաբերյալ։ Պրոտոկոլի վերաբերյալ պայմանագիրը ես կրկնում եմ, որ վերաբերվում է փորձակնության տեխնիկական համատարության ազգային կենտրոնի փորձակնության պայմանագիրը, որը վերաբերվում է պրոտոկոլի ուրեմն հաստատությունների եզրակացությանը։ Իսկ պայմանագրի գինը ինչքան եք հիշեք։ Պայմանագրի 25,000 franc։ Ինչ ձևով եք վճարում կատարել։ Կանխիկ, փոխանցում։ Վճարումը կատարվել է Վիկտորի Պարկի կողմից։ Ես չեմ կատարել։ Իսկ հիշեք ինչ եզրակացություն ստացաք այդ ստացաք վերջերս։ Իհարկե ստացան դրական եզրակացություն, որ հաջորդ քայլը արդեն պատկովանի կարուսելի գործակումն էր։ Այդ ամսաթիվը կհիշեք դուք վարչական դատարանի որոշմանը երբ եք ծանոթացել։ Ամսաթիվը եթե չեմ սխալվում սեպտեմբերի 1-ին 2022 թվականի վարչական դատարանի Այդ ժամանակ ծանոթվել եք որոշման մասին։ Այո։ Այս բանը հարցեր չունեմ, շնորհակալություն։ Կարծեր ունեք Պատասխանի լավ ժամանցն է պատկանի, որ դուք եք պայմանագրի կրկում։ Պատկովանը համատեղ միասին Վիկտորի Պարկի շահագործում։ Շահագործում այդ բանը սեփականություն ու բալանսն է։ Չեմ պատասխանում։ Ինչի չեք պատասխանում։ ներողություն ավելի դեպքերից Հասկանանք իրավունքից օգտվելով օգտվում եք ձեր իրավունքից, թե հարցը ձեզ դուր չի գալիս։ Չեմ պատասխանում, օգտվելով իմ իրավունքից։ Այ որ ասում եք մեր պայմանավորվածության համաձայն պետք է Վիկտորի Պարկը վճարել համաձայնություններ։ Մի քիչ բարձր։ Ասում եք, որ ձեր պայմանավորվածության համաձայն վճարը պետք է կատարել Վիկտորի Պարկ ընկերությունը։
Այդ ինչ պայմանավորվածություններ ու միջև ինչի հիման վրա Պայմանագրի հիման վրա, որ հիմա ձեզ մոտ է։ Խոսքը համատեղ գործունեության պայմանագրի մասին է։ Դուք եք պայմանագիրը, դուք եք պայմանավորվածություն ձեռք բերել, որ կնքեք եւ ում եք ձեռք բերել։ Չեմ պատասխանում։ Տեսեք, ասում եք, որ քանի որ գործարք պետք է կնքվեր, կարուսելը աշխատեր, որպեսզի եկամուտ բերեր, դրա համար արել է։ Այդ որոշմանը ծանոթ եք, որտեղ գրած է, որ առանց Անգելիկա Ուլիկյանի գիտության եւ համաձայնության չանեք, չէ՞ նման գործարք։ Ուրեմն պայմանագիրը, քանի որ չէ վերաբերում վարչական դատարանի այն որոշմանը, որ ինձ արգելում եք, որ ես համոզված եմ, գիտեմ, որտեղ դրանով ես ոչ մի վնաս ընկերությանը չեմ պատճառել, դրա համար գույքի օտարում չեմ արել, վնաս չեմ պատճառել, կամ որ չեմ վճարել ես, դրա համար չեմ Անգելիկայի գիտությանը չեմ հարցրել։ Իսկ ինչի չեք հարցրել, ինչ որ բաներ ասեցին ես, ես որ հարցում եմ պատասխան։ Դուք կոնկրետ գործարք եք կնքում, որի հիման վրա պետք է վճարում կատարվեր։ Ճիշտ է։ Ասեցին այդ գործարքը, որ կնքել եք, ով պետք է վճարել պայմանագրի համաձայն ուրախ ժամանցը։ չեմ պատասխան։ Հակոբին ճանաչում եք, Ուլիկյան։ Չեմ պատասխանում։ Ոչ մի հարցին չեք ուզում պատասխանել։ Հարց հնչեցրեք, ներողություն, հարց հնչեցրեք, թող ինքը լսի, ինքը որոշի։ Դուք իմացել եք, որ Վիկտորի պարկը վճարումը կատարել է։ Այո։ Ո՞վ է ձեզ ասել դրա մասին։ Ես քիչ առաջ պատասխանած եմ հարցին։ Ավելացնելու Այդ հարցին չեք պատասխանել։ Մեր սարսերը պետք է։ Չէ, այսպես բա, հարցը ուրիշ ձև է հնչում։ Ասում եմ, որ բանը հետո ումից իմացաք, որ արդեն վճարումը կատարվել է այդ 25 Չեմ պատասխանում։ Այդ հարցին չի պատասխանում։ Էրմինե Վարդանյանը ճանաչում եք։ Այո, ճանաչում։ Իր այդ եք պայմանավորվածություն ձեռք բերել։ Չեմ պատասխանում։ Ինքն է վճարումը կատարել։ Չեմ պատասխանում։ Դուք եք թույլ տվել, որ Էրմինե Վարդանյանի հիմնած հիմնադրություն Վիկտորի պարկը գա եւ ուրախ ժամանցի վարչական շենքում տեղավորվի սկսի գործունեություն ծավալել։ Ես առարկում եմ Հարցը հանգում է, լսեք, վերաբերելի հարցեր չեն, մեղադրանքի բունեության Եթե հարցեր կանց մեր ալարանքի տվյալ ուղղված եք հանցրել, այդ հարցերի պատասխանելու։ Դրանից հետո էլ ուրիշ գործարք չեք կնքել։ Չեմ պատասխանում։ Իսկ երբ որ կասեցվեց ձեր գործառույթները, ձեր փոխարենով է շարունակում տնօրեն լիազորությունները կատարել։ Ձեր լիազորությունները որ կասեցվեց, ով էր ձեր փոխարեն տնօրեն մեղադրանքի հետ առնչություն կասեցվելուց հետո ով է այլ լիազորությունները իրականացնել։ Լսեցիք հարցը։ Չեմ պատասխանում։ Եթե հարցերը չի պատասխանում, անիմաստ հարցեր։ Այսինքն արձանագրենք, որ դուժողի ներկայացուցիչի բոլոր հարցերին հրաժարվում եք պատասխանել, այո։ Որը որ գործի վերաբերում ես պատասխանել եմ։ Ահա, գտնում եք, որ գործին վերաբերող հարցերին պատասխան, որին որ չեք պատասխանում, չի վերաբերվում։ Կան այլ հարցեր, պարոն Սարգսյան։ Իհարկե դա վերաբերալի կարծիքն է, բայց եթե դա մեկնաբանությունն է դա որ այս նրանց հարցերից մնացածը չվերաբերում, անիմաստ համարում որովհետեւ։ Դուք ունեք հարցեր։ Ուզում եմ իմանալ, որ Ուլիկյանը երբ որ ձեզ լիազորված որպես անձ ներկայացնում էր դատարանում, դա ձեր համաձայնությամբ էր եղել։ Առարկում եմ պատասխան դատարանի չկողմ։ Ուրիշ գործով, հա, այլ գործի մասին է խոսքը։ Տեսա վերաբերելի հարց չի։ Այլ հարցեր չկան։ Չունեք։ Ես հարցեր չունեմ։ Ներսիսյան, ասեցիք 2022 թվականի սեպտեմբերի 1-ին իմացաք վարչական դատարանի որոշման մասին։ Ով ասեց ձեզ։ Դահակից էլ իսկ կանչեցին մարզային կանգրես դրանցումը նայրի շրջան և ատի դահակն իսկ կանչեցին, այնտեղ բացատրեցին, թե ինչ մանամասը, թե ինչ ես կարող եմ անել, ինչ չեմ կարող անել։ Ասեցին, ձեզ բացատրեցին, որ գործարք կնքելու որևէ իրավասություն չունեք, տեղյակ եք եղել։ Այո, Իսկ այդ պայմանագիրը, որ կնքել եք, այդ տեղեկանալուց հետո եք կնքել։ այո։ Բա ձեզ ասել էին, որ չկնքեք, դուք կբացատրեք, ինչի կնքեցիք։ Ես կնքեցի, որովհետև ոչ մի վարչական շրջանի դատարանի որպես բանը չէ վերաբերում դրա
Գտնում եք, որ չի վերաբերվել, հա? Որ սաղսեմ արի, որ չի գույնտը մոտավ է։ Իսկ այլ անձի կողմից այդ դատարանի որոշման մասին տեղեկացել եք, ձեզ այլ անձ, այլ ձևով տեղեկացրել է այդ որոշման մասին, չի տեղեկացրել։ Իսկ օրինակ ունեիք ձեր ձեռքի տակ գործընկերության վերաբերյալ պայմանագիր, որի մասին դուք նշում եք, այ ինչի այդ պայմանագիրը այդ ընկերության միջոցով չկնքվեց։ Ինչ որ պատճառ կար, թե Դա կապասել չէ, այն տեխնիկական համագործակցության ազգային կենտրոնը քանի որ մենք ենք այսինքն քանի որ ձեր հետ ունեցել աշխատանքային 5 տարվա իրանցը պայմանագիր, 5 տարվա տեխնիկական ազգային կենտրոնի հետ եւ համապատասխանաբար դա է պետք է կնքվեր շուտ ժամանցով։ Իսկ այդ վճարման մասին այդ հարցը ամեն դեպքում որ վճարումը կատարվեց այդ վճարված անդորագիրը դուք եք ներկայացրել համապատասխան մարմին, թե չէ։ Այսինքն տեսեք, պայմանագիրը կնքում եք, չէ, պայմանագրի վճարման վերաբերյալ նաև կտրոնը ներկայացնենք, որ պայմանագիրը սկսի մտնել իր գործողության մեջ, չէ։ Այդ կտրոնը դուք եք ներկայացրել։ Ես չեմ ներկայացրել, արած այդ վճարման անդորագրի փորձակնությունը չէր անցկացվել։ Չէ, հասկանում եք իմ հարցը։ Լավ, գործընկեր կազմակերպությունը կատարեց վճարում։ Ունենք, կտրոնը ներկայացվել է։ Այդ կտրոնը դուք եք ներկայացրել, թե ուրիշ մարդ է ներկայացրել։ Չէ, չեմ ներկայացրել, միանգույն ներկայացրել եմ։ Լավ, ըստ էության հարցեր չունեմ, դուք ունեք հարց, խնդրեմ։ Որ ասում եք, որ Վիկտորի պարկը պետք է վճարի։ Բարձր, պարոն Սարգսյան։ Որ ասում եք, որ Վիկտորի պարկը պետք է վճարի։ Դա դուք համատեղ գործունեության պայմանագիր չունեիք, այդ ոնց է, որ ամեն հարցում համատեղ եք, վճարումը հանգարց Վիկտորի պարկն է, էլի։ Պայմանագրի մեջ կա այդպիսի կետ իշխում։ Ինչ է, կետը կասեք։ Չեմ կարող շմանալ։ Որ վճարումները պետք է կատարվի Վիկտորի պարկի կողմից։ Ես ասեցի, այդ հարցը պատասխանել եմ։ Այսինքն որ Վիկտորի պարկը վճարումը ուրան ժամանցի գումարի հաշվին չի նաև, բայց ձեր շահույթը որ պետք է ստանաք ինչ որ նպատակ ունեիք ուրան ժամանցով ինչ որ գումար ստանալ։ Չեմ պատասխանել։ Այդ եմ ուզում հասկանալ, որ ասենք պնդում եք, որ ասում եք, որ Վիկտորի պարկը, բայց համատեղ գործունեություն է։ Պայմանագիրը կա եւ ես մոտ խնդրեմ ծանոթացեք Դուք հիմա որպես մեղադար ասում եք պայմանավորվել եք Վիկտորի պարկը պետք է վճարի, բայց ասում եք համատեղ գործունեության պայմանագիրն է։ Չի նշանակում, որ դուք համատեղ էլ վճարել եք։ Ոչ, չի նշանակում համատեղ եք վճարել։ Այդ որ ասում եք, որ Գերությունից չի իսկ դատարանի որոշման բարձր ձեզ չէր արգելվել այնպիսի գործարք կնքել, որը վերաբերում է վճարումներ կատարել, ոչ թե վճարում կատարել, այլ գործարք կնքել, որը վերաբերում է վճարում կատարել։ Ես հարցը պատասխանում եմ։ Ունեք դուք հարց ունեք, խնդրեմ։ Ես ուզում եմ իմանալ ինչն է խնդիրը, որ հրաժարվում եք տեղեկատվություն տրամադրելին։ Պատվաժան դատարանում եք Չեմ պատասխանում, դրա գործը չի։ Չի պատասխանում, կարելի է պատասխան։ Հարց է։ Նշեցիք նախկինում մի քանի անգամ ևս ընկերության հետ գործակալություններ եք անցկացրել, այսինքն այսպես ասած տեղյակ եք նշված ընկերության գործունեության մասին ուզելուց պայմանագիր կար, այլ նախկին գործակալությունների ժամանակ ինչքան գումար է վճարվել։ Ինչ է, որ նախկին։ Ասում որ 5 տարի աշխատել էինք իրար հետ, պայմանագրով իրանց հետ էր, պետք է իրանց Չէ, ասում է բանի հետ, ՆԳՆ համապատասխան ծառայության հետ ունեիք 5 տարվա փորձաքննություն, այո, հա։ Իրանց հետ եք կատարել փորձաքննությունները։ Այդ փորձաքննությունները Անվտանգության փորձաքննությունները, որ կատարել եք նախկինում, ինչքան է վճարում կա։ գումար վճարում։ Հիշում եք։ Չեմ հիշում։ Իսկ պայմանագրով էր ձեր մեջ նախատեսված, թե ինչքան գումար պետք է լինի։ Գումարի չափը ինչպես եք որոշել։ Ես չեմ որոշում։ Գումարի չափը այն ՆԳՆ-ի համապատասխան փորձաքննության մարմինն է որոշում։ Իսկ այդ չափի հետ, գնի հետ կապված դուք համաձայնվել եք, թե ոչ։ Կա Ոչ մի չափ։ ընկերություն փորձագիտական, որը կարող է իրականացնել փորձաքննությունը։ 25000 դրամ է։
Համաձայնվել եք, պայմանագիրը կնքել ենք, նշանակում համաձայնվել եք արժեքի։ Իսկ քանի որ նաև վճարումը պետք է կատարվեր ձեր ասելով պետք է կատարվեր Վիկտորի պարկի կողմից։ Այս պայմանագրերը, այս գինը դուք մինչև փորձականություն կամ նշանակել է քննարկում եք Վիկտորի պարկի տնօրենի կամ համապատասխան աշխատակցի հետ։ Քանի որ վճարումը իրանք պետք է կատարեին, այսինքն դուք հաստատի գործեր Վիկտորի պարկը համատեղ եք, իրանք ամենից տեղյակ էին փորձականության հետ կապված։ Չում են հարցել բատաշ։ Ես մի հատ հարցնեմ։ Ոնտերսեն, այսինքն դուք որ ասում եք, որ քանի որ ես չի վճարելու, Վիկտորի պարկն է վճարել, դա համար գործարքը կնքել։ Հիմա ձեզ դատանը արգելել եք գործարք կնքել։ Այսինքն դուք կարծում եք, որ ինչ գործարք ուզեիք կնքեիք Ուրա Ժամանցի անունից, եթե գումարներ պետք է վճարվեր, բայց եթե Վիկտորի պարկն է վճարելու, դուք խնդիր չունեք, դատանի որոշումը հենց ոնց որ չէ։ Կոնկրետ դեպքը այդպես է, ուրիշ դեպքերի մասին չեմ կարող ասել։ Կա միջնորդություններ։ Չունեմ ես միջնորդություններ։ Դուք ունեք։ Չկա միջնորդություն։ Ձեր հարցաքննությունը դատարանը նույնպես հարցեր չունի, նախապատրաստական ցուցմունք վերաբերակելու անհրաժեշտություն նույնպես չկա։ Խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը ձեր հարցաքննությունը անհրաժեշտ։ Այլ ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդություններ ունեն կողմերը։ Ես չունեմ բաց։ Դուք ունեք Պատասխան դատան նախորդ նիստից հետո ես դիմում էի որոշակի քննչական մարմնի ստացած փաստաթղթերը տրամադրելու, ես խնդրում եմ դա տրամադրել եւ ընդհանրապես 5 րոպե ժամանակ նա դա Ներողություն, դուք ուզում էիք Հերմինե Վարդանյանի հարցը։ Մենք նախորդ նիստում, պարոն Սարգսյան, ես ասացի, որ այդ ցուցմունքը չենք հետազոտում, դա ընդհանրապես քննչական մարմնի կողմից ներկայացված էր եւ դատարանը արձանագրեց, որ Հերմինե Վարդանյանը անձամբ ներկայացել է Քանաքեր Զեյթունի քննչական բաժնում 3 ժամ եւ ավել ցուցմունք է տվել, դա դատարանը արձանագրեց, բայց ցուցմունքը տրամադրել գործի նյութը ես իրավունք չունեմ գործի նյութերին գործի նյութա, բայց հետազոտված ապացույց չի։ Հետո ինչ որ 63 հատ փաստաթղթին չհետազոտված 63-ն իրավունք ունեն ցանոթանալ, դուք հետազոտեք, չեք հետազոտեք ձեր գործն Այսինքն դուք ցանկանում եք ծանոթանալ ունենալ այն ծավալով նյութերը, որոնք դատանը երթամատության տակ ունի։ Դրանց հետո միջնորդություն ունեք դիրքորոշում այս միջնորդության վերաբերյալ։ Դուք ունեք Պատասխան դատարանի ըստեյության ստացվում է, որ ես ևս մեկ անգամ համոզվում եմ նրանում, որ տուժող կողմը ուղղակի փորձում է սույն վարույթը օգտագործել եւ նախաքննական նյութեր կոզել, ծանոթանալ դրանց բովանդակությանը։ Չգիտեմ, եթե դատարանը կգտնի իրավաչափ է դա տրամադրել, խնդրեմ, բայց քանի որ դա վերաբերում է հենց ժամին տևողությանը, արձակնության, ես առաջարկում եմ մնացած հատվածները ուղղակի ջնջել փաստաթղթից, նոր տրամադրել, քանի որ մենք նաև չենք օգտագործելու դա սույն վարույթի շրջանակներում։ Չգիտեմ, թաքցնելու եղանակով, ինչ եղանակով, քանի որ հակառակ դեպքում իմ ասածն է։ Դե տեսեք, ընդհանրապես կողմերը հավասարության իրավունքով չէ մրցակցային դատավարության իրավունք ունեն ծանոթանալ հավասարապես գործի նյութերին, չէ՞։ Հիմա դուք ասում եք ջնջեք մի հատվածը այդպես ընթացակարգ կամ որևէ մեկը իրավունք ինչ-որ փաստաթուղթ ջնջել կամ Ես ինքս ծանոթ չեմ այդ փաստաթղթին, որ մեր կողմերի հավասարությունից խոսենք, երկրորդը ես նույնիսկ ճիշտ չեմ համարում, որ նախաքննական մարմին հետևյալը փոխանցել է դա։ Դե ամեն դեպքում փոխանցել է եւ ըստ էության անգամ ծանոթանալուց դուք էլ կարող եք իդեպ ծանոթանալ, բոլորը իրավունք ունեն ծանոթանալ, անգամ դատարանը Բարդ իրականացնող մարմնից չէր պահանջել ցուցմունքը, այլ ընդհանրապես խնդրել էր տեղեկատվություն, թե Տիկին Վարդանյանը անձամբ է գնացել քննչական մարմին, թե քննիչն է գնացել, ծանոթանալուց կհամոզվեք, որ իսկ քննիչը որոշել է, որ ցուցմունքը ամբողջությամբ տրամադրել։ Մենք ևս այդ դեպքում խնդրում ենք մեզ այդ տրամադրել պատճեն։ Դատարանը լսելով միջնորդությունը գտնում է, որ քրեական գործի նյութերը օրենքով սահմանված կարգով հրապարակման ենթակա են, բաց են բոլորի համար, կարող եք նիստից հետո մոտենալ ձեր նախընտրելի ծավալով, ձեր ցանկացած ծավալով ծանոթանալ գործի նյութերին եւ անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել միայն լուսանկարանում եւ պատճենը համը։ Այս մասով այսքանը։ Ես ներողություն, ես կոնկրետ նշել եմ ինչ է
Հա, դե նիստից հետո կազմից ասեք, դուք էլ եթե ցանկություն ունեք, դուք էլ վերցրեք, դուք նաև դիմում եք գրել կրիչը ստանալ, կրիչը թե կրիչի մեջի տեղեկությունը։ Այդ կրիչը, որը որ տուժողի ներկայացուցիչը ինչ-որ ձայնագրությամբ դա նույնպես չի հետազոտվել, ըստ էության գործում է, տրամադրեք այդ կրիչի տեղեկությունը, ունեք դուք ձեր մոտ, որպեսզի փոխանցեք։ Լավ, ամեն դեպքում այդ տեխնիկական հարցերը կազմակերպեք։ Նախ ասած տեխնիկական հարցեր, այն կրիչը որ տրամադրվել է, ֆլեշ մեջ նաև այլ իրականներ կամ անձնական խնդիր ուժ բանում, մենք ուղղակի այդ օրը շտապ տվեցինք, տեսանյութը ինչ որ ձևով արտադրենք, պետք է մենք տրամադրենք կծվիստը, ինչ որ գործին է, ֆլեշկան վերադարձվի, որպեսզի անձնական տվյալները ունենա։ Պարոն Սարգսյան, դատարանը քանի որ դա չի համարել վերաբերելի եւ հետազոտման ենթակա նյութ, մենք չենք միացրել, չենք հետազոտել, եթե անձնական այլ տեղեկություն կա, բնականաբար հանեք մեջից, այդ տեխնիկական հարցերը կազմակերպեք, իսկ այն տեղեկությունը, որ տրամադրել եք, տրամադրեք Տիկին Փինգուլյանը, որպեսզի ինքը ստանա։ Պարզ է, հա, հասկացանք իրար։ Ուրիշ միջնորդություններ կա։ Ես միջնորդություն եմ։ Խնդրեմ։ Պատվիրժան դատարան, քանի որ իմ վստահորդը 2023 թվականի հունվարի 21-ին հարցաքննվել է, իրեն պարզաբանել են, որ իր նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում։ Մենք գտնում ենք, որ քրեական հետապնդման ժամկետները պետք է տվյալ օրվանից հաշվեն եւ ըստ էության, որ դատարան ուղարկելու պահին արդեն իսկ քրեական հետապնդման ժամկետները օրենքով նախատեսված ոչ մեծ ծանրության համար գործով անցած են եղել, ուստի այդ փաստը հաստատելու համար ես միջնորդում եմ տվյալ օրվա իմ վստահորդի հարցաքննության արձանագրությունից հրապարակել հարցաքննության օրը, նրա տվյալները, այն հատվածը, որտեղ պարզաբանվում է, թե որ քրեական գործերով է ինքը հարցաքննում, ինչ հոդվածներով հարուցված, եւ որ իր նկատմամբ փաստացի իրականացում է քրեական հետապնդում, ինչպես նաեւ խնդրում եմ հրապարակել ցուցմունքում արկա հարցերը, որոնք ուղղված են եղել առանց պատասխանները հրապարակելու, որպեսզի մենք ցուցմունքի հրապարակում չունենանք, որտեղ այստեղ ոչ թե մենք ցուցմունք ենք հրապարակում հակասության իմաստով, այլ հրապարակում ենք, որպեսզի փաստ հաստատենք, որ եւ կապված ես պետք է միջնորդություն ներկայացնեն հետապնդումը դադարեցնելու եւ արժեքը կարճելու վերաբերյալ։ Գործներ 134-ում արկա վկայի հարցակցություն։ Ամբողջական միջնորդությունը չի ներկայացվում իր դիրքորոշումը հայտնում այս բանի ուղղակի առաջին հայացքով ամբողջական քրեական դատավարությունը հակասող միջնորդության մասին է, բայց մենք բովանդակություն լսենք միջնորդության, հետո որ ամեն դեպքում հաստատות հետազոտելու վերաբերյալ առարկություն չունեմ։ Ես փորձեմ իրավաբանորեն մոտենալ, հարցին չնայած որ հաճախ իմ միջնորդության վերաբերյալ նաև եթե չեմ սխալվում իմ գործընկերը նախորդ անգամ ուղիղ հակառակություն ցուցաբերել։ Ռապորտիստի ես միջնորդեցի, որ հրապարակվի Երևանի Վարդենյանի ցուցմունքը։ Եվ հենց այդ տրամաբանությամբ ասում է, որ մենք ցուցմունքը չենք հրապարակում այդ իմաստով, որ հակասական, այլ գործի փաստական տվյալը հետազոտում ենք դատանում, ինչ է եկել, հետո կգնահատենք դա ապացուցել թե չէ։ Դատանը մերժեց իմ միջնորդությունը, իմ գործընկերները, եթե կսխալվեն ինձ ով պնդում է, որ այո, ես իրավունք չունեմ նման միջնորդություն անելու, հրապարակելու եւ այլն։ Հիմա նույն միջնորդությունը ինքն է ներկայացնում, ասում ենք ցուցմունք չենք հետազոտում, մենք ընդհանրապես տվյալ ենք հետազոտում։ Որպես իրավաբան, ես գտնում եմ, որ այդ միջնորդությունը, որ այո, ցուցմունք չենք հետազոտում, ճիշտ է ասում։ Բայց հիմա ես ուզում եմ, որ մենք հասկանանք, ոնց է լինելու, հիմա մեր միջնորդությունը այդ հիմքով մերժվելու է, բայց մեղադրանքի կողմին ինչ անել, բավարարվելու է։ Ես գտնում եմ, որ պետք է բավարարվի, մերն էլ պետք է բավարարվեր, մեղադրվելի պաշտպանն էլ պետք է բավարարվի, բայց այստեղ դառնալու է, որ մենք գործ ենք ունենալու տարբերակված մոտեցումներ։ Ներողություն, պարոն Սարգսյան, ո՞րտե ձեր միջնորդությունը ո՞րտե մերժվել է, այլ դատարանը ըստ էության հրապարակեց Էրմինե Վարդանյանի հարցաքննության օրը, ժամը, տեղը, ամսաթիվը, արձանագրեց, որ նորից եմ ասում, այնքանով, որքանով որ վերաբերվում է, քանի որ մի քանի անգամ իրեն հարկադրաբար ներկայացնելու եւ կողմը վկան տարբեր օրերի, տարբեր եղանակներով դատարանին տեղեկացնում էր, որ շատ ծանր հիվանդ է, դատարանը հետազոտեց փաստաթղթի առաջին մասը, օրը, ժամը, տվյալները, քննիչի տվյալները եւ այլն եւ այլն։ Հիմա ըստ էության միջնորդությունը նույնին է վերաբերվում եւ
չկա տարբերակված, այս պարագայում տարբերակված մոտեցում։ Ոչ մեկ այստեղ չի պատրաստվում մեղադրյալի նախաքննական ցուցմունքի բովանդակությունը հրապարակել։ Բոլորը ճիշտ եք ասում, դատարանն էլ է ճիշտ ասում, պաշտպանն էլ է ճիշտ ասում, ես էլ էի նախորդ նիստին ճիշտ ասում, բայց իմ ասած ճիշտ է, նախորդ նիստին չընդունվել, հիմա նույն փաստիվներով ճիշտ է ընդունվում։ Պատվական մենք ըստեյության խնդիր ունեինք նրա հետ հիմնականում, որ անձը տվյալ վարույթի շրջանակներում չէր հարցաքննվել, այլ նախաքննական նյութեր էին ստացվել ու իմ վստահորդը հակընդդեմ հարցման տվյալ փաստերի վերաբերյալ անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունք չէր ստանալու, դեպիսի կարգ չկար մեկ այլ վարույթից վերցված նյութը բերել դատաքննության փուլում ներկայացնել ու փորձել հետազոտել դա ու ասել, որ դա ցուցմունք չի։ Մենք այստեղ իմ վստահորդի ցուցմունքը չենք հրապարակելու, այլ վարույթ իրականացնող մարմնի կատարած արձանագրումները հարցաքննության անքննչական գործողության օրվա ժամի այն անձի մասին ով հարցաքննվել ու նաև քննիչի հարցերը վստահորդի պատասխանները մենք չենք հետադարձում։ Լավ, խնդրեմ, բան սարքին։ Իմ մոտեցում իրավաբանական տարբերումը դատարանի եւ մյուս պաշտպանի մոտեցումից։ Ես ընդունում եմ եւ ասում եմ, որ այն միջնորդությունը, որ վերաբերում է փաստաթուղթ հետազոտելու, դա չէ վերաբերում ցուցմունքի հրապարակմանը։ Ցուցմունքի հրապարակումը դա այլ ընթացակարգ է, հրապարակումից հետո միայն կարող է որպես ապացույց օգտագործվել։ Իսկ փաստաթղթի հետազոտումը, yəni ինչ որ դատարան գալիս է, պետք է հետազոտվի, որ հետազոտումից հետո հասկանանք, թե դրա հետ կապված ինչ պետք է անենք։ Հետևաբար այս առումով նույն բանի մասին ենք խոսում, բայց այլ չեմ շարունակի, ես իմ երկրաշնորհ։ Այստեղ նաև բարձրաբանում հանրային պաշտպանում։ Առանձնակի հետազոտելու անհրաժեշտություն չկա, եթե դուք ըստ ձեզ միջնորդություն եք ներկայացնելու, քանի որ խախտվել է հանրային քրեական հետապնդման օրենքով սահմանված ժամկետները, ըստ էության միջնորդությունը քննելիս դատարանը ընդամենը պետք է ուսումնասիրի այս փաստաթղթի որոշում կայացնելիս պետք է կայացնի ապացույցների հիման վրա, ըստ էության ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հետազոտել, որպեսզի դատարանը բավարարում է միջնորդությունը հետազոտենք։ Որպես մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն արձանագրությունը կազմվել է 2023 թվականի հունվարի 21-ին, հարցաքննությունը սկսվել է ժամը 12:30-ին, ավարտվել է 12:55-ին, տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Ռ. Մարտիկյանը թիվ 091 729 22 քրեական գործով հարցաքննել է մեղադրյալ Վահրամ Վահրամ Գեղամի Ներսիսյանին վկայի լրացուցիչ հարցաքննություն։ Մնացած տվյալները հրապարակելու անհրաժեշտություն կա։ Այն հատվածը, որ վստահորդից պարզաբանվում է, թե ինչ հոդվածներով հարուցված գործի շրջանակներում է հարցաքննվում, եթե թույլ կտաք, ես հրապարակեմ որևէ վերաբերում։ Այստեղ ընդհանրապես նշված է, որ Հայաստան Հանրապետության քրեական օրենսգրքի 200 հոդվածի անձի տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը կողմից ինձ պարզաբանվել է, որ հրավիրվում եմ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի հոդվածներն ընդհանրված 135-րդ։ Հա, քննիչի կողմից ինձ պարզաբանվել է, որ հրավիրվել եմ նախկին քրեական օրենսգրքի 214 հոդվածի առաջին մասով առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, գործող քրեական օրենսգրքի 263 հոդվածի առաջին մասով ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործել է, քրեական օրենսգրքի 266 հոդվածի առաջին մասով անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը, քրեական օրենսգրքի 259 հոդվածի երկրորդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով գույքային վնաս պատճառել է խաբեության վստահությունը չարաշահելու կամ այլ ապօրինի եղանակով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասի երկրորդ եւ երրորդ կետերով մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասով անձին տեղեկություն է տրամադրելուց հրաժարվել է եւ քրեական օրենսգրքի 507 հոդվածի երկրորդ մասով դատական ակտը չկատարելը կամ դրա կատարման նախոչընդոտելը դեպքերի արդիվ։ Այսքանը հաջորդ գործերթ 136-ում արկա է նշում, որ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն քննչական գործողության կատարման ընթացքում մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձ Վ. Ներսիսյանը պատշաճ սանուցված է, որի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում։
ու նաև անհրաժեշտ հարցերը հրապարակել։ Հարցերը։ Հարցերը կամ համարի դատողված։ Չէ, հարցերը միայն պատասխանները, չէ, որ երևա, որ փաստացի մեղադրող բնույթի հարցեր են տվել։ Այդ արդեն ցուցմունքի բովանդակային մասն է, դատարանը բավարարում է այսքանը հրապարակելու։ Պատվարժան դատարան, ես կխնդրեմ ժամանակ տրամադրել միջնորդությունը նախապատրաստելու համար, դատական լիստը հետաձգել միջնորդը դատական լիստը ցանկանում եմ գրավոր ներկայացնել, այս պահին գրավոր առկա չեն։ Միջնորդություն պետք է ինչ բնույթի միջնորդություն։ Քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու։ Կան առարկություններ արվելու կողմից։ Պատվարժան դատարան, իհարկե միջնորդություն դեռ առկա չի, բայց ընդհանուր առմամբ պարզ է ինչի մասին է միջնորդությունը։ Պաշտպանական կողմից ստեյության հետապնդման ժամկետները հաշվում է փաստացի հետապնդման վիճակից, այսինքն որ անձին օրինակ ձերբակալվածի կարգավիճակով վերում են այդ միջնորդությունը չի ներկայացվել։ Բովանդակը դրա մասին է։ Ուղղակի կարծում առասարակ առարկայություն քննարկել հաշվի առնելով քրեական հարկավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը։ Գործի հստակ մատնանշվում է ուղղակիորեն օրենսգիրը նախատեսել է հետապնդման ժամկետների հոսալու կարգը, հետապնդում հարուցելու պահից։ Ուստի կարծում առասարակ նման նաև այդ միջնորդությունը ներկայացնում, իհարկե անձի իրավունքն է միջնորդությունը ներկայացնելը, սակայն գործի զուտքենությունը հետաձգելով նաև ողջամիտ ժամկետների քննություն խախտում ենք ունենում, հաշվառանում, որ եթե նման միջնորդության մասին է խոսք գնալու, կարծում առասարակ դրա քննարկումը առանձնացնենք է։ Նախ պրակտիկային հակասող միջնորդության մասին է խոսքը, երկրորդը քաղաքական հակավարության օրենսդրությունից առասարակ չի բխում։ Եթե ամբողջությամբ այս կոնտեքստում միջնորդությունն է։ Դե հիմա բանը մենք կանխատեսել կարող ենք այդպես կանխատեսելու։ Չէ, պաշտպանական կողմը նշվեց, քանի որ փաստացի հետապնդման վիճակում է եղել, ասենք քննիչը բացատրել է վկային, որ ունի նաև մեղադրյալ իրավունք պարտականություն, որով իրավունք չի խախտել, բացատրել է, որ օգտվում է կարող է նաև լրել, ուստի պաշտպանական կողմի հետապնդման ժամկետները փուլից պետք է հաշվեն կարծում սարում։ Դե այդպես ենթադրում են, բայց չունենան մեր ձեռքի տակ, մարդուն հնարավորություն չտան, որպեսզի կարողանա գրավոր շարադրի իր մտքերը, իր դատողությունները, իր վերլուծությունները։